թե կայնե 5 հատ դեպուտատ եկավ կայնես կողքները։ Իսկ ձեզ ինչու այստեղ չեն գալիս։ Ով կա։ Ունենք մենք դեպուտատ։ Չունենք։ Ունենք ասա, ուր է բա։ Բայց դեպուտատները ազգային ժողովը կառավարությունը չէ։ Ախպերս ազգային ժողով քեզ ով է թողում այդպես։ Դե դիմաց ինչպես այստեղ եք հավաքվել, այստեղ են հավաքվել օրինակ։ Կառավարության դեմ եկել եք դեպուտատները։ Այսօր բայց նրանք իրանց ճանապարհի վրա էին կայնած, իրանց դեպուտատները իմացել էին եկել էին, հիմա մեր դեպուտատները չեն տենում էսի։ Ընտրության ժամանակ գալի ոսկի սարեր են շո բանդալի, խոստալի։ Բա ուր են։ Ռուսաստանի դեսպանատունը մենք Ռուսաստանի քաղաքացի չենք, Ռուսաստանում գործունեություն չենք ծավալը։ Մենք աշխատում ենք Հայաստանում, մեր հարկ դուք մուծում ենք մեր երկրում։ Ռուսիա համար չենք մուծում, գնամ Ռուսաստանի դեսպանատուն եսի չանեմ։ Մի հարցել էլի, Լեռնատուփորում իրականացած բավականին բավականին մեծ է, ինչու ինչ եք հավաքվել։ Որը դուսնա, որը հերթերի մեջ են, որը ճանապարհին են գալիս են տղաները, բայց որն էլ դեպորտ են արել, որն էլ տեղյակ չի։ Հիմա մենք այս պահին երևի 2000 վարորդ ունենք դուրսը, որը որ գալիս են, այդ 2000-ից կարող է 1000-ին միանգամից դեպորտով ուղարկեն երկիր։ Կներեք, իսկ դուք դիմել եք պատգամավորներին, որովհետև Ղազախները ռեպորտաժ ելնելուց ասում են, որ վարորդները դիմել են։ Նրանց վարորդները դիմել են, մենք էլ ենք դիմել, Տիկին Բեջանյանն էլ է դիմել, որ ասեն։ Որ պատգամավորներին եք դիմել օրինակ։ Համար որ մեր համար կապ չունի, դիմությունա, ով ուզում ալի, երկրի մարը իրանց պատգամավորները դուս եկան, պրյամո տրանսլյացիա տվեցին, ամեն մեկը իր հեռախոսով պրյամո տրանսլյացիա տվեց Ռուսաստանին, հանեցին արգելքը մարդկանց։ Էնում էլ արգելը փակել էին, բացեցին նորից այդ վարորդները գնան։ Լավ, ձեր ասացիք, որ նախկինում էլի եք դիմել, ինչքան ժամանակ է անցել ու ինչ պատասխան են տվել, թե չեն էլ տվել։ Մենք եկել ենք այդտեղ դիմում ենք գրել էլի տրանսպորտի հետ կապված խնդիրների, որ Վրաստանը այդ արգելը փակում էր, դնում էր, մենք իր երկիրը տրազիտ ենք անցնում, մոծում անում ենք, գնում ենք։ Նա տանում է բեռները կողմը, տամոյի փակում է, ասում է։ Հա։ 90 օրվա համար այսօր եք դիմել։ 90 օրվա համար, հա, որովհետև նոր է սկսել։ Հա, նոր, այսօր դիմել եք։ Այսօր, հա, որ որոշել ենք Տիկին Բեջանյանն էլ ասուլիսնա տվել, որովհետև դիմել ենք մենք իրեն, որովհետև տարվա հենց սկզբին փետրվար ամսի Տիկին Բեջանյանը ասուլիս տվեց, ասեց, որ տարվա վերջում մեր վարորդները խնդիր են ունենալու։ Դա մեր կառավարությունը չլսեց, լսեցին, չէ՞։ Իրանք կարային դրա դեմը շուտ առնեին, որ այս խնդիրը չլեր այսօր։ Հիմա հեսա գգա դիմացը նոր տարի, մեքենաները չեն կարում բեռները բերեն, հեսա գնալով ապրանքներ կտանգանա։ Հետո կասեն ոնց ալնելու տանգ։ Մեր քայլերը պետք է չգնանք, ինչ կլի, ոնց որ սա թող թանկանալու է, մեր համար էլ է թանկանալու, կմնանք մինչև տարին վերջանա, նորից գնանք։ Իմ 94 օրը լրացել է, ես չեմ մանավ, ռիսկ անեմ, գնամ, թե չգնամ։ Եթե հիմա ձեր պահանջները կառավարությունը չբավարար, օրինակ պատրաստ եք փողոց փակել, որովհետև նման փողոցել կփակենք, ամեն ինչ կանենք։ Ֆուրերով կփակենք, որ չկարողանա շարժվել։ Մենք այսօր որոշեցինք ֆուրերով գանք հրապարակ։ Ուղղակի չեկանք, որովհետև այս համերգային արարողությունը եղել էր, ասենք այդ կոնստրուկցիաներն էլ դրածա մի քիչ չուզեցինք տահաճ հետևանք անենք մեր ժողովրդի համար։ Էսի դու մի նայեք, ասենց մի 50-60 հոգի մարդ են հավաքված։ Էսի եթե դանակը հասնի ոսկորին, սա Հայաստանի ֆուրերի շոֆերներն էլ, ով ասենք արևաններով, սա լինեն հավաքվեն։ Հեսա կգան, հեսա մի տա։ Այս որոշում եք ճանապարհ, հա կփակենք։ Ֆուրերով գալիս են հրապարակ հաջորդ անգամը, եթե այս հարցին լուծում չտվեցին։ Մենք չենք վախենում, որ պատրուլը շտրաֆ կգրի կամ ինչ կան, ինչ պետք է անեն, հո չենք կախելու։ Մի հատ շտրաֆը տակի-տակ գրում են, մուծում ենք, էլի։ Ստե կլի, ընդե կլի։ Որտեղ Նարուշենյանը շտրաֆը գրելու է։ Բայց այնպես է չէ, որ ասի մի հատ մեծ հարց է, որ չկարողան էլի լուծում տան։ Ուրիշ պետությունները, որ զբաղվում են իրանց ասենք ժողովրդի համար, պերևոզչիկների համար, լավ էլ հարցին լուծում է տվել Ռուսաստանը։ Մերոնք էլ որ զբաղվեն, պրոստը պաստողի վիճակ է։ Մի հատ մեզնով զբաղվեն, չէ՞ որ մենք ենք լրիվ բերում ենք։
Այսօր 99% ապրանքը Ռուսաստանից Հայաստան է մտնում, որ մենք չբերենք։ Դուք ինչ պետք է ուտեք, ժողովուրդ։ Կարծիքով պատճառը ինչու՞մն է, կառավարությունը չի ուզում, թե չի կարող։ Ես չգիտեմ, կարող է իրանք դաժե տեղյակ չէին սրա մասին։ Մենք հիմա տեղյակ ենք կողմից։ Կառավարությունը, ասենք, մեր վարչապետը Պուտինի հետ ոնց է խոսում։ Ոնց է։ Եսին ոնց է խոսում, կարող է խոսա, թե չի կարող խոսա։ Խոսացողը հանում է, որ չի կարող խոսա։ Ղազախստանում կարողացել են։ Դե կարողացել են, ստեղ էլ որ կարողանան, վաղը կասեն ձեր վրից էլ անա։ Ասենք չէ, Հենա, տես եկավ, անունը տվեցիք հենա եկավ։ Ղազախստանում, որ այդ խնդիրը ելավ, ճիշտ է ասում, Ղազախստանի լագիստիկայի կազմակերպիչներն էլ եղան, այդ հարցը բարձրացրեցին, այնտեղի նախարարներն էլ ելան, բարձրացրեցին։ Հիմա մենք էլ շոֆեր ենք եկել ենք այդ հարցը բարձրացնում ենք, երևի վերևները կլսան, մի հատ էլ իրանք էլ կբարձրացնեն, լուծում կտան։ Թե չէ 90 օրը եթե հանգարցակի փակեցին, դա լավ չէ էլի։ Վերջն է դա։ Այդքան բան կասեմ։